Իրանում արդեն 12 օր շարունակվող բողոքի ակցիաների վերաբերյալ ամբողջական եւ հավաստի տեղեկություն ստանալը շատ դեպքերում անհնար է, քանի որ երկրում ինտերնետն ամբողջովին արգելափակվել։ Արդեն 3 Իրանում տեղի են ունեցել ամենաբազմամարդ ցույցերը, որոնք դժգոհություններով են ուղեկցվել, ցուցարարներն անգամ պետական տարբեր շենքեր են գրավել։ Իրանագետ Նվեր Դավթյանն Օրագիր Նյուզին հայտնեց, որ ցուցարարների վերահսկողության տակ անցած կառույցների վերաբերյալ այս պահին հստակ տեղեկություններ չկան։ Բավական դժվար կլինի ինչ-որ գնահատականներ տալ, հատկապես 3 երեկոյան տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, քանի որ ոչ հստակ տվյալներ կան ակտիվիստների գործողությունների, ոչ նրանց նկատմամբ իրավապահ ուժերի գործողությունների, առհասարակ ինտերնետ ցանցը փակված է, երկում չեն կարողանում որևէ տեղեկություն ստանալ։ Իրանագետը նկատում է, չնայած նման դեպքեր Իրանում նախկինում են եղել, հատկապես 2022-ին գլխաշորը պատշաճ չկրելու համար ձերբակալված երիտասարդ կնոջ Մահսա Ամինիի մահվանից հետո, այսուամենայնիվ ներկայիս ցույցերն իրենց բովանդակությամբ էապես տարբերվում են 4 տարի առաջ տեղի ունեցած ակցիաներից։ Պարզապես կրոնական բովանդակություններ, իսկ այս պարագայում արդեն սոցիալ-տնտեսական բովանդակությունն է, որը ունի նաև ռիսկեր քաղաքականի վերածվելու։ Դավթյանի խոսքով սկզբնական փուլում բողոքի գործողությունների հիմնական սուբյեկտը ուսանողները չէին։ Նա նշում է, որ այս զարգացումների հիմքում ընկած է ֆինանսատնտեսական գործոնը, ուշադրություն հրավիրելով այն բանին, որի սկզբանե փողոց էին դուրս եկել միջին եւ ցածր շերտի առևտրականները, որոնց վրա գնաճը ամենամեծ ազդեցություններ ունեցել, սակայն հետագայում արդեն հասարակության մյուս շերտերը հիմնական մարտակին ազդեցությամբ միացան գործողություններին եւ փոխեցին դրանց բնույթը։ Մասնագետը համոզված է, որ եթե Իրանում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները չլուծվեն, ապա ակցիաները կարող են վերածվել հասարակական քաղաքական շարժման։ Այս համատեքստում Դավթյանը կարևորում է հատկապես արտաքին միջամտության գործոնը, որը իր խոսքով ակնհայտորեն երևում է։ Քաղաքականի համատեքստում պետք է դիտարկել արտաքին գործոնը, արտաքին միջամտության գործոնը, որը քիչ չի, որը ակնհայտ երևում է։ Եթե շարժումների սկզբնական փուլերում, շրջաններում, տարբեր հատվածներում հիմնականում առևտրականներն էին իրանց բողոքի ձայնը բարձրացնում, արդեն հունվարի 6-ից հետո սկսել են ակտիվանալ նաև զանգվածային անկարգություններ իրականացնող, արդեն քաղաքական կոչեր հնչեցնող, քաղաքական բովանդակության կոչեր, այսինքն երկրի իշխանություններին ուղղված։ Իրանագետը նկատեց նաև, որ Իրանում խաղաղ ցույցերի կողքին կան նաև սադրիչ խռովարարներ, որոնք աչքի են ընկնում դաժան վարքագծով։ Նա այս համատեքստում մատնանշեց նաև հասարակական նշանակության օբյեկտների թիրախավորումը, ընդգծելով, որ դրանք չեն կարող համարվել քաղաքացիական բողոքի դրսևորում։ Այսինքն հիմա ոնց կարող ենք պատկերացնել հիվանդանոցը կամ դեղատունը ինչ նշանակություն ունի, որ պետք է այդպիսի հաստատությունները վնաս հասցվեն։ Սա նորմալ երևույթ չի, սա սովորական բնական հասարակական ցասումի արտահայտման ձև չի։ Անդրադառնալով այն պնդումներին, թե Իրանի ողջ ժողովուրդը ոտքի է կանգնել եւ մասնակցում է ակցիաներին, Նվեր Դավթյանը համոզմունք հայտնեց, որ դրանք չափազանցված են։ Ամբողջ ժողովուրդը, եթե Իրանի ոտքի կանգնի, 87 միլիոն ժողովուրդը պետք է կանգնի, բայց այդպեսին էլ չի, էլի իրավիճակը կարող է դառնալ այդպեսին, եթե ճիշտ լուծումներ չգտնվեն, համարժեք լուծումներ չգտնվեն, որտեղ այդ թանկացումները կարող են տանել այլ խորը հետևանքների։ Իրանագետը հավելեց նաև, որ այս իրավիճակում տեղեկատվության տարածման եւ գնահատման հարցում անհրաժեշտ է առավելագույնս զգուշություն ցուցաբերել, հատկապես արտաքին եւ չստուգված աղբյուրների նկատմամբ։